Էդի չգիտեմ դուք ոնց եք համարում, այդ ստեղ նստած բոլոր նիստերի ժամանակ ինձ քննարկել կարելի է, բայց իմ կողմից ձեզ քննարկել չի կարելի, դա ինչ անհավասար պայմաններ են։ Դուք ինձ հանցագործ եք համարում, եւ ես իրավունք չունեմ ձեզ համարժեք պատասխան տալ, ինչու՞։ Չակուշնել է ձեր ձեռը, մերժել է ձեր ձեռը, իմը միայն խոսքն է։ Դուք ինձ հանցագործ եք ներկայացնում, եւ ես իրավունք չունեմ ասելու, որ հանցագործը դուք եք։ Շատ լավ իրավունք ունեմ, եւ ոչ մեկը չի կարող սահմանափակել իմ իրավունքը։ Բայց ես դրան չէի եմ գնալու, ես ուրիշ բան էի ասել։ Եվ մեղադրող կողմի եթերում հնչող երկու հարցադրումների եմ ուզում անդրադառնալ, որոնք այստեղ չեն հնչել, չասվեն, որ այստեղ ոչ մեկս դες բան չենք ասել։ Դատարանից դուրս էլ կյանք կա, մենակ դատարանը չի կյանք։ Ուրեմն երկու հարցադրումներ կա։ Ինչու Սրբազանը ներողություն չի հայցում։ Եվ երկրորդ հարցը, ասում եմ դրսում։ Ձեր մասին չի, մեղադրող կողմը մենակ երկուսը չեք։ Ոչ, ստեղ եք մենակ երկուսը։ Դրանքան կա դատախազ, գլխավոր դատախազը կա, քննչական կոմիտեի ղեկավարը կա, պատգամավորները կան, որոնք հերթ չեն տալիս իրանց երույթներ ունենալու։ Ինչու Սրբազանը ներողություն չի խնդրում։ Առաջին հարց, եւ երկրորդ ինչու չի ներում։ Ինչու ներողամիտ չէ։ Ուրեմն ես երկու հարցերի եմ ուզում անդրադառնալ։ Ինչու ներում չեմ հայցում։ Ինչ են մարել, որ ուղի ներում հայցեմ։ Եվ ումից պետք է հայցեմ։ Ուրեմն սրան մի բան եմ, այս հարցի վերաբերյալ մի բան եմ ուզում ասել, սովորեք։ Իսկ շատ բաներ ունեք սովորելու, սովորեք։ Առիթ է։ Ուրեմն մեր սերունդը հիշում է, որ կար Սովետական միության արտաքին գործոց նախարար Անդրեյ Գրոմիկո։ Նա երիտասարդները չեն հիշի, շատ ուժեղ դիվանագետ էր, ով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նաև Ամերիկայում Սովետական միության դեսպանն էր։ Մինչ իր երկու եղբայրները կռվում էին ռազմաճակատում եւ զոհվեցին։ Շատերը չգիտեն այս մասին, շատերի համար այս սերնդի մարդկանց համար էլ անորություն։ Իր երկու եղբայրները զոհվեցին ռազմաճակատում, երբ ինքը Վաշինգտոնում դեսպան էր։ Հետո ինքը դեսպանությունից եկավ, Խորհրդային միության դուրս դերակատար դարձավ եւ հետո դարձավ արտգործնախարար երկար տարիներ։ Եվ ուրեմն ինքը նաեւ գլխավոր բանակցողն էր սահմանների հետ կապված, թե ինչպես պետք է լինի սովետական սահմանը։ Եվ ինքը անզիջում կեցվածք ուներ։ Եվ մի օր այնուս 3 Ֆրանսիայի, Ամերիկայի, Անգլիայի բանակցողները ասին, լավ, ինչ եք ես կան, անզիջում, մի քիչ հետ քաշվեք։ Եվ պատասխանը Գրոմիկոյի եղավ, եղբայրներս չեն թողնում։ Զարմացան մարդիկ, թե ես ինչ է։ Եվ էքսպերտները մոտեցան, բացատրեցին, ասին, որ երկու եղբայրները զոհվել են։ Ինչի համար ասի սա։ Ինչի համար եմ ես այստեղ կանգնած եւ կանգնած իբրև մեղադրյալ։ Որովհետեւ 92-94 թվականին զոհված իմ եղբայրները, իմ տարեկիցներն էին, այն ժամանակ զոհվածները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։ Եվ չեն թողնում 2020 թվականի իմ զոհված զավակները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։ Ես պիտի լինեմ այնտեղ, որտեղ եմ, եւ ես իրենց հետ եմ, եւ ես իրենց կողքին եմ։ Որովհետև այս իշխանությունը, որ զրոյացրել է եւ 92-94 թվականների իմ եղբայրների ձեռքբերումները, եւ զրոյացրել է 2020 թվականի 18 տարեկան տղաների, 5000 տղաների, իմ զավակների նահատակությունը զրոյացրել է, ես այլտեղ չեմ կարող լինել։ Եվ ես ամենաշահեգան տեղում եմ։ Ես այսպես որ նայում եմ, ամենաշահեգան տեղում եմ ես։ Ես չէի ուզենա լինել պաշտպանների տեղը, որ խոսում են պատի հետ, չէի ուզենա լինել ժողովրդի իմ սիրելի բարեկամների եւ ոչ միայն բարեկամների շատերին չեմ էլ ճանաչում։ Նրանց տեղը, ովքեր այնտեղ նստած տվայտում են այս անարտարությունից, իրենց տեղն էլ չի ուզենա լինել։ Առավել եւս մեղադրողների տեղը քավ լիցի ասված մի արածը լինեի,
Դատարանի տեղը լինելու երբեք ցանկություն չունեմ, լավագույն տեղը, որ կարող եմ լինել, Մեղադրյալի աթոռն է։ Եվ ես ուրախ եմ, որ Մեղադրյալի աթոռին են, այս հանգամանքներում եւ այս պայմաններում, որովհետեւ այս իշխանության պայմաններում Մեղադրյալ լինելը նաեւ քաղաքական պատճառներով միայն պատիվ է եւ հբարդություն բառը չեմ ուզում ասել, ուրախություն է եւ երջանկություն։ Դրա համար ինձ համար այստեղ լինելը պատիվ է եւ պարզանք է եւ փառք Աստծո, որ այստեղ է։ Փառք իրեն եւ նաեւ այն մխիթարության համար, որ բոլոր այս 89 օրերի ընթացքում ինձ տվել է եւ պարգևել։ Սա ինչ նշանակի, ինչ վերաբերում է ինչու ես ներով ուսում չեմ խնդրում, չեմ ասում, լավ էլի մի քիչ մերով վարվեք եւ այլն, տարիք ունեմ, հիվանդություններ ունեմ, վաստակ ունեմ, ես ունեմ, այն ունեմ, լավ է մի բան սխալվել եմ, ասել եմ, ոչ մի բան չեմ սխալվել, ինչ որ ասել եմ, լավ եմ արել, կոչել չեմ արել։ Հիմա ներողամտության մասին։ Ինչու անցած անգամ ես դատապարտության կոչ հնչեցրի եւ ինչու չեմ ներում։ Մենք ներելը մանկուց գիտենք։ Ես այնպիսի դաստիարակություն եմ ստացել ընտանիքում եւ հետո հոգեվոր չեմ արանում եւ հետո էլ կյանքի փորձառության, որ իմ այս կան տարիների ընթացքում հազարավոր մարդկանց եմ ներել։ Չեմ չափազանցնում, թիվը ունել չեմ, հիպերբոլիկ բան չեմ ասում։ Հազարավոր մարդկանց եմ ներել եւ դեռ կներեմ։ Ինչու չեմ ներում Մարգարյանից սկսած մինչև այսօր։ Բացատրեմ։ Եվ օրինակներ կա։ Ինչպես անցած անգամ ասի, ես ծառայել եմ սովետական բանակում, հեռավոր Ղազախստանի Հանրապետությունում, 2 օրացուցային տարի, առանց արձակուրդի։ Եվ ասի, որ այնտեղ միշտ ուզում էին ինձ դատել։ Ինչու, որովհետև միակների ամբողջ զորամասում, որ կրոնական հակումներ ունեի, հոգևոր հակումներ ունեի, աթեիստ չէի համարում ինձ աթեիստ չէի հռչակում, ասում էի, որ ես հավատացյալ եմ, եւ զամպալիտ կոչվածը հատուկ ընկած էր իմ հետևից, որպես ինձ դատի։ Չկարողացավ դատել, բայց դատել չկարողանալով հանդերձ ինձ տվեց հնարավորություն, որ ես վայելեմ զինվորական բանդի ողջ պերժակն ու թշվառությունը։ Գիտեք, զինվորական բանդ գոյություն ունի, հավտվախտ է կոչվում, ժողովրդական լեզվամտածողության գուբախտ։ Ուրեմն ես հեշտական անգամ, երբ որ առաջին անգամ կարող եմ ասել, ոչ թե հեշտական, առաջին անգամ, երբ որ հայտնվեցի հավտվախտում, այնտեղ ենթարկվեցի խոշտանգում բառը շատ մեղմ է։ Ես այս մասին չեմ պատմել, շատերը չգիտեն։ Եվ ոչ թե չեմ պատմել, որտեղ ամաչելու բան ունեմ, այլ ընդհակառակը չեմ ուզում հբարդանալ։ Ուրեմն խոշտանգում բառը շատ մեղմ է։ Այն ինչ որ զամպալիտի հրահանգով եւ գավթվախտի պետի հրահանգով ինձ նման զինվորները, որոնք ծառայում էին կարմիր ուսադիրներով, միշտեր մենք սև ուսադիրներով էինք։ Կարմիր ուսադիրներով զինվորներ արեցին ինձ հետ, սա խոշտանգում անգամ չէր։ Եվ երբ ես վերադարձա զորամաս, ինձ չճանաչեցին։ Ոչ ոք չճանաչ։ Մայրս էլ տեսներ ինձ չէր ճանաչի։ Ինձ ճանաչեցի միայն ձայնով։ Եվ երբ ես հայտնվեցի Սամմասում, գործ պայթեց, քրեական գործ հարուցվեց, Ալմաթայից հատուկ հանձնաժողով եկավ քննելու այդ հարցը եւ եկան ինձ մոտ եւ ասին Աղասիկ թուղթ, Աղասիկ գերիչ, ես ասի ընկել եմ, ոչ ոք ինձ չի ծեծել։ Եվ ես ներեցի եւ ցուցմուկ չտվեցի, ներեցի ինձ խոշտանգողներին հրաման տվողին, բոլորը որ այդ ընթացքում դողում էին դրսում, որ ես իրենց վրա ցուցմուկ կտամ։
Եվ ես ցույց տվեցի, եւ ես ներեցի, եւ այդպես էլ հայտարարեցի, ասում եմ ես ներում եմ։ Իմ ինչու ներեցի նրանց, օդար մարդկանց, եւ չեմ ներում ներոնց։ Հենց դրա համար էլ չեմ ներում։ Որ նրանք օդար էին եւ ես իրենց համար օդար էի, իրենք զինվոր էին, ես էլ հավասար զինվոր էի, եւ իրենք պարզապես արել էին այն ինչ կանեին ուրիշի հետ էլ։ Ես ներեցի իրենց, ես չեմ ների, որովհետև դուք գիտեք, թե ինչ եք անում, դուք ճանաչում եք ինձ, դուք գիտեք, որ ես անմեղ եմ, դուք գիտեք, որ ես վաստակուն եմ, դուք գիտեք, որ ես հանրապետության քաղաքացին եմ եւ միայն ես հանրապետության քաղաքացին եմ, այլ հետաքրքրություններ չունեմ, այս գերբին ու դրոշի արդեն որերորդ անգամն ասում, ծառայած, անմնացորդ ծառայած մարդ եմ, եւ հակառակ դրան իմանալով դրան դուք ինձ ուզում եք հանցագործ ներկայացնել, համառորեն։ Մարդ, ամեն մարդ, ցանկացած մարդ ճամփաբաժան, ամեն օր ճամփաբաժանի առաջ է կանգնած։ Աչ գնամ ճիշտ, թե ձախ գնամ սխալ։ Ցանկացած մարդ, ամեն օր ունի այս ճամփաբաժանի։ Կարող է ձախ կողմի ճանապարհները շատ լինեն, 7, 8, 9, 10, 20, բայց ճիշտ ճանապարհը միշտ մեկն է լինում, աչ ճանապարհը, աչը հարաբերական իմաստով աչը, որովհետև ճիշտ ճանապարհն է, մեր մտադրության մեջ, դրա համար մենք ասում ենք առաջ, առաջը նշանակում է դեպի աչ, բայց երբ ասում ենք առաջ, հասկանում ենք ուղի։ Ձեր առջև բազմաթիվ անգամներ դրվեցին այդ ճանապարհը, հնարավորությունները, ձախը թողնելու, աչով գնալու, սխալը մերժելու, ճիշտով գնալու, վատ ճանապարհը թողնելու, լավ ճանապարհով գնալու, մահվան ճանապարհը թողնելու, կյանքի ճանապարհով գնալու, մերժելով մերժեցիք։ Ձեզ ասիք մի ձերբակալեք, ասիք չէ, ձերբակալելու եք։ Ասիք կալանքի մի ենթարկեք, չէ, ենթարկելու եք։ Լավ ազատեք կալանքից, չէ, չենք ազատելու։ Լավ կալանքը մի երկարացեք, չէ, երկարացնելու եք։ Չէ, պետք է մեղադրական վերդիկտ ունենալ։ Չէ, ոչ, բոլոր անել չէ, որ հնարավորություն չունեցաք։ Լեփնեցին հնարավորություն ունեցաք, դուք էլ դատարաններ ունեցաք, չէ, երկու անգամ խափանման միջոց երկարացրեց, դատապաշտպանների բոլոր միջնորդությունները մերժեց, բացի մեկից, այդ մեկը խոսք, այդ մեկը ընդունեք, մի միջնորդություն ընդառաջել է, սահմանափակումների մի մասը հեռացրել, ինչ որ ճիշտ է, ճիշտ է, բայց մնացած բոլոր միջնորդությունները մերժելով մերժեց, այսինքն ընդունեց ձախ ճանապարհ, կարող է աջ ճանապարհ ընդունեց ձախ ճանապարհ, հետևաբար խոսքը միայն իմ ներել չներելը չի, դուք եք ձեր գլխին կայծակներ կուտակել, դուք ձեր հոգու խորքում գիտեք, որ ես անմեղ եմ, շատ լավ գիտեք, եւ մտածում եք, ես փորձանքին չի մար եկավ ձեր կողմ, փորձանք եկավ, որտեղ դուք ասեք, ահավասիկ ես, իշխանությունների առաջ, ահավասիկ ես կանեմ ես, չասեիք, ինչպես Հուդան ասեց, հիմա ոմանք, հուդայասերներ ասում են, Հուդան ինչ մեղք ուներ, ինչ մեկը մատներ, ինքը մատնեց, այո, մեկը պիտի մատներ, բայց ինքը ասեց, ահավասիկ ես պատրաստ եմ։ Ուրեմն Մարգարյանից սկսած, վերջացրած ես դա, ոչ մեկը այդ պարդագանության և պարդավորության տակ չէիք, կամավորապես մտակ, և կամավորապես էլ ձեր ոտքին գցեցիք, և ճողվածք ստացաք, ճողվածք հայերեն գրիժակ, և այդ գրիժայով եք ապրելու արդեն ցմա, լավագույն դեպքում, իսկ այն կայծակները, որ կուտակեցիք, և որի տերն եմ ես, աստվածային իշխանությամբ, և ես չեմ ներելու այդ կայծակներին, չեմ ասելու, մի արա տեր, ասել եմ տեր, դադիր, ըստ արտարության, եթե ես իրոք մեղավոր եմ, իմ վրա իջեցրու կայծակները, բայց եթե ես անմեղ եմ, ուրեմն որևիցե մեկին Մարգարյան կլինի, Մասիս Մերկոնյան կլինի, ով ուզում է լինի։ Մինչև հիմա Մասիս Մերկոնյանի դեմքը առաջ իմ առջև է, թե ինչ ցինիզմով ինձ կալանք տվեց։ Հիմա ես իրավունք չունեմ այդ մասին ասելու, որ ես այդ դեմքին ցինիզմ եմ տեսել եմ։
Հիմա ավարտում եմ։ Պատվարժան դատարան։ Դուք համոզված եք, որ ես անմեղ եմ։ Բայց սեր շատ էր սեր համոզված եք, որ դուք մեղավորության վերդիկտ եք տալու։ Հիմա կանգնած եք այդ ճանապարհի առաջ, մեկը ձախ, մեկը աջ։ Մեղավոր կճանաչեք, այո, ժամանակավոր որոշ բարիքներ կստանաք այսօրվա հանցագործ իշխանության կողմից, որը հենց այսօր հայտարարել է, այսօր հայտարարեց, որ դատարանի նկատմամբ ժողովրդական վստահություն չկա։ Պահ, դատարանն է մեղավոր։ Այսօր է հայտարարել, եթե տեղյակ չեք, տեղյակ եղեք, այսօր հայտարարել է վարչապետի պաշտոնը ստանձնող անձը ինչ-որ մի սեմինարին, որ դատարանի նկատմամբ ժողովրդական վստահություն չկա, պետք է այդ վստահությունը բարձրացնել, այսպես եք բարձրացնելու, բայց այո, այսօր հնարավորություն ունեք բարձրացնելու, եթե գնաք աջ, կգնաք ձախ, ինչպես ասենք, կստանաք ժամանակավոր բարիքներ, ժամանակավոր գովասանքներ և հավիտենական դատապարտություն, կգնաք աջ, կստանաք ժամանակավոր դժվարություններ, բայց հավիտենական արդարացում։ Ձեր օգուտը դուք գիտեք, ինչպես ասում էր դեռ Սուրբ Բարսեղ Կեսարացին, երբ որ որևէ քարոզ էր խոսում, ճանապարհները ցույց էր տալիս, ասում էր վերջում ավելա, ձեր օգուտը դուք գիտեք։ Իսկ ես էլ ավարտական նախադասում, ինձ համար լրիվ մեկ է, համոզված եք, որ լրիվ մեկ է, այնտեղ ներկա եղող մարդկանց համար մեկ չի, ցավում եմ, որովհետև այն կալվածությունը, որ իրենք ունեն, Շիրակի թեմի ժողովուրդը ունի, հարազատներն ունեն, բարեկամներն ունեն եւ այլն ունեն, այո, իրենք ավելի շատ են ուզում տեսնել ինձ ազատության մեջ, քան ինքս, այդ ճակերտավոր ազատությունը։ Ես բանդում ավելի ազատ եմ։ Եվ այնքան հնարավորություններ ունեցա զրուցելու Աստծո հետ եւ ինքս ինձ հետ եւ Աստծո հետ։ Եվ ուրախ եմ դրա համար եւ շնորհակալ եմ Տիրոջը։ Այնպես որ ինձ համար ժողովուրդ ջան, սիրելիներ, ինձ համար մի մտածեք։ Քրիստոսին երբ որ տանում էին խաչելության եւ լացում էին կանայք, ասեց մի լացեք ինձ համար, այլ լացեք ձեր որդիների եւ ձեր զավակների համար։ Այնպես որ ինձ համար մի տրտմեք։ Ես բանդում էլ անազատության մեջ էլ ազատ եմ, ուրախ եմ, փառք Աստծո, փառք քեզ Տեր, փառք քեզ, հաղագես ամենայնի Տեր, փառք քեզ։ Ասել է Հովհան Ոսկեբերյանը աքսորի մեջ։